Ովքեր են կողմ լիցենզիայի դադարեցմանը, ովքեր են դեմ, շնորհակալություն։ 3 օր քննելուց հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ Տաշիր Կապիտալին զրկեց էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայից 4 կողմ 1 դեմ։ Գործընկերներին չմիացավ միայն հանձնաժողովի անդամ Արա Նրանյանը։ Առաջի խնդիրը, որ ուզում եմ նշել, դա իսկապես այս վարույթը կարճելու կամ կասեցնելու խնդիրն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե սահմանադրական դատարանում, թե վարչական դատարանում գտնվում են գործեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու այս ամբողջ գործընթացի վրա։ Այսպես, եթե սահմանադրական դատարանը, որքան ես լսեցի դեկտեմբերի 16-ին, որևէ կետով ճանաչեց սահմանադրությանը հակասող օրենսդրական փոփոխությունները, ապա այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական, երբ այդ հարցը տվեցի, ինձ ասեցին, որ վարույթի ժամանակ աշխատելիս կենտրոնացել են շատ հանգամանքների վրա փաստական, այլ ոչ թե այդ կետի վրա, բայց ես որպես հանձնաժողովի անդամ չեմ կարող հաշվի չառնել այն, որ մեր օրենքը, նկատի ունեմ հանրային ծառայությունները կարգավորող մանրամասն օրենքը, ասում է 33 հոդվածով եւ 34-ով, որ նման դեպքերում վարույթը պետք է կասեցվի կամ կարճվի։ Որոշումը հրապարակելուց հետո հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, թե ինչ ճակատագիր է սպասվում հեծին ու ինչ գործընթացներ պետք է հաջորդեն որոշմանը։ Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կսկսի կամ Հայաստանի Փակ Բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ եւ եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակաշահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։ Թե որ ճանապարհով պետությունը կգնա, դա ժամանակը ցույց կտա։ Այսինքն տարբերակ 1 կարող են վաճառել այլ ընկերության, տարբերակ 2 կարող են կոնսորցիումով կառավարման տալ, պետությունը մասնաբաժին ունենա, կարող են պետական պահել, թե որ տարբերակը կլինի, դա ժամանակը ցույց կտա։ Տաշիր Կապիտալ ընկերության ներկայացուցիչներն էլ ցանցերի դեմ գործի վարույթը կասեցնելու միջնորդություն էին ներկայացրել եւ պնդում էին, որ գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի։ Հանձնաժողովը մերժել էր միջնորդությունը։ Հեծը խլելու գործընթացը ի սկզբանե նախաձեռնելուց, ասում են, գիտեք ինչ, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ եւ այդ ճգնաժամը կառավարելի դարձնելու, չգիտեմ, ազգային անվտանգության հարցեր են դնում տակը եւ ուղարկում են 9 կետ։ Հիմա եթե 9 կետից 7-ը վարույթում ներառված չի, դա նոր կետեր են ներառված, արդեն կարելի է պնդում անել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել եւ մեր ժողովրդին եւ մեզ առավել եւս, որից մեկը չի բացատրել ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել են, որ հեծը գտնվում է այնպիսի ընդհանրապես ճգնաժամային վիճակում, որ պետք է պետության կառավարումը։ Պետության կառավարումը արդեն տեսնում ենք հանձնաժողովի կողմից իր գործիքակազմը կիրառելու արդյունքում եւ տեսնելու ենք շատ ավելի արագ տեմպերով դեպի ներքև բնականաբար։ Ցիտում եմ, կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ, իմ հանձնարարականն է հեծի բոլոր աշխատակիցներին, բարեխիղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ազգայնացումից հետո բարեխիղճությունը հաշվի կառնվի։ Սա երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի ֆեյսբուքյան էջում հրապարակումն է։ Հաջորդը ճեպազորույցի հայտարարեց, թե դեռ մայիսին էր այդ մասին հանձնարարական տվել, թե գնում է մարզեր, տեսնում հոսանք չկա, արդեն խորհրդարանում ինքը շարունակեց սպառնալիքները, բերեց ԶՊՄԿ-ի օրինակը եւ պնդեց. հեսա շատ արագ, հեծը լինելու է պետական սեփականություն։ Սա ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ։ Չկա հաղորդում, չկա օրենք, չկա որևէ վարույթ, քաղաքական իշխանությունները խոսում են հեծի սեփականաշնորհման մասին, ու պետականացման ազգայնացման մասին։ Ֆինանսատեխնիկական եւ դիմումների քննարկման վարչության պետը եզրափակիչ ելույթում նշեց խախտումները, որոնք հիմք են եղել վարույթ հարուցելու համար։ Տաշիր Կապիտալի ներկայացուցիչները չեն ընդունում բերված հիմնավորումները։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։